Ցայք հեռուստաընկերության եթերում Մեդինֆոյի հերթական թողարկումն է, բարև ձեզ։ Տաղավարում այսօր իմ հյուրն է Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի բժիշկ ռադիոլոգ Գառնիկ Խաչատրյանը։ Բարև ձեզ, բժիշկ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք, որ մեր հրավերն ընդունեցիք։ Ես եմ շնորհակալ, որ կանչեցիք։ Նախ ուզում եմ խոսենք, թե ռենտգեն ինչպիսի ծառայություններ եք մատուցում պոլիկլինիկայում։ Ռենտգեն հետազոտությունը կատարում ենք տարբեր հիվանդությունների պատկերային հետազոտության նպատակով, դրանցից հաճախը կրծքավանդակի ռենտգենգրաֆիան է, ոսկրերի ռենտգենգրաֆիան, հոդերի կրծքավանդակը, սրտի սահմանները գնահատելու համար, թոքերի վիճակը գնահատելու համար, իսկ ոսկրերի եւ հոդերի կոտրվածներ, տեղաշարժեր, հոտաբորբեր նման տիպի հիվանդությունների գնահատման համար պատկերային։ Ինքը իր մեջ վնաս պարունակում է։ Արդիական ռենտգեն ապարատները այդքան շատ վնաս չեն պարունակում։ Լավ թեմա էր, որ ասացիք, դրանից խոսենք։ Ուրեմն նայեք, ինքը վնաս պարունակում է, բայց վնասը այնքան չի, որ դու ռենտգեն չկատարես։ Եթե ցուցում կա, անպայման պետք է կատարվի այդ ռենտգեն հետազոտությունը։ Իսկ հիմնված հարկավորումներն թույլ են տալիս քիչ դոզավորում տալ հիվանդին, որ վնասը առավելապես քիչ լինի։ Այդքան շատ հիմա վնասակար չի եւ գնալով տեխնիկայի հետ ավելի այդ ամեն ինչը գնում առաջ, որ քիչ վնասակարությունը քիչ լինի։ Ասենք կա ցուցում որոշակի ժամանակահատվածում քանի անգամ կարելի է ռենտգեն հետազոտությունը։ Ցուցում կա, բայց եթե էլի եմ կրկնում, այս 6 ամիսը 1 կարելի է անցնել 6 ամիսը 1, բայց եթե ցուցում կա, դրան էլ չենք նայում։ Անցնում է ինչքան որ պետք է։ Տեսեք, ժամանակակից մեթոդները հետազոտության ախտորոշման բավականին հիմա շատացել են եւ ռենտգեն այս առումով իր տեղը չի զիջում մյուս օրինակ չի զիջում ընդհանրապես հիմա այս իսկուսственный ինտելեկտն էլ որ կա էդել են կապում, որ հեսա վերանալու է, բայց ինչ չի թվում, որովհետև այստեղ մարդկային գործոնն ավելի կարևոր է, կարող է այդ արհեստական բանականությունը իր տեսակետը ասի, բայց վերջնական դիագնոզը պետք է միշտ տնի բժիշկը, այսինքն մարդը։ Մարդկային գործոնը պետք է այստեղ։ Ռենտգենը ամենահին երևի հետազոտության մեթոդներից մեկն է, ինչ թվում, որ ինքը վերանալու է էլի։ Հին եւ մնայուն։ Ինքը շատ առավելություններ ունի։ Հեշտ է, արագ է կատարվում, քիչ ռեսուրսներ են պետք տաղանելու համար, դրա համար ինչ թվում, որ մոտ ժամանակները դա վերանա։ Իսկ բուժարուն ընդհանրապես ձեր մոտ ինչպես է հասնում։ Իր կամքով թե բժշկի ցուցումով։ Շատ հաճախ այդ կոնֆլիկտն է կա բուժարուների հետ։ Մարդիկ պետք է հասկանան, որ սկզբից եթե գալիս եք պոլիկլինիկա, դուք չեք կարող ձեզ դիագնոզ տնել։ Դուք պետք է նախ դիմեք ձեր ընտանեկան բժշկին, գանգատներն ասեք։ Ըստ այդմ ընտանեկան բժիշկը ուղղորդի ձեզ պետք է ռենտգեն հետազոտություն, սոնոգրաֆիա, կատե, ինչ հետազոտություն է ձեզ պետք։ Դրա համար սկզբից գալիս ենք ընտանեկանի մոտ, հետո ընտանեկանի ցուցումով գալիս ենք ռենտգեն կաբինետ։ Իսկ մարդը ընկել է, թևը կամ ոտքը կոտրել է։ Թևը կամ ոտքը եթե կոտրել է, նորից նույնպես գնում ենք ընտանեկանի մոտ կամ խիրուրգի մոտ, ընտանեկանը ճանապարհում է խիրուրգի մոտ, եթե չէ, խիրուրգը հատված պետք է նշի, որ հատվածի ռենտգենոգրաֆիա է պետք կատարել։ Դաստակ, նախապազուկ դաստակային հոդ, այդ ամեն ինչը կապ ունի։ Կլինիկորեն դուք արդեն բժիշկը գիտի մոտավորապես կոտրվածքը որտեղ է։ Դուք չեք կարող ցուցումը տալ, հիվանդը չի կարող, բուժարուն չի կարող ցուցում տալ, որովհետև փորձը նաև ցույց է տալիս, որ իրանց ասածները միշտ սխալ է դուրս գալիս։ Ավելի լավ է ամեն մարդ իր մասնագիտությամբ զբաղվի։ Նշեցիք փորձը ցույց է տալիս, այսինքն ինքնակամ եկողներ ինքնակամ եկողներ կան։ Առաջ շատ էին, հիմա հոսքը քչացել է։ Արդեն մարդիկ են պատկերացնում, որ անիմաստ ճառագայթ ստանալը դա լավ չի։
Այսինքն եթե չկա կարիք ճառագայթ ստանալու, պետք չի ստանալ։ Սխալվելու հավանականություն կա։ Ռենտգենի արդեն պատասխանի եզրակացության։ Շատ մեծ հավանականություններ կան սխալվելու, այն առումով, որ կարող է մի բան դու ոչ թե մասնագիտորեն չտեսնես, այլ ռենտգենի հնարավորությունները թույլ չտալ։ Բայց եթե կասկած կա հիվանդության, մենք անպայման ուղարկում ենք հետագա հետազոտությունների, այսինքն արդեն մյուսը գալիս է համակարգչային տոմոգրաֆիա, MRT, սոնոգրաֆիա, նայեց ինչն է խնդիրը։ Այսինքն մենք դրան ենք ուշադիր, որ եթե ինչ-որ բան կարող ենք բաց թողնենք, արդեն մեր մասնագիտական առումներով մենք էլի այդ ցուցումը տնում ենք, որ այստեղ կասկածելի խնդիր կա, հստակեցնելու նպատակով պետք է հետազոտությունը։ Համակարծիք եք այն մտքի հետ, որ ասում են, թե ռենտգենի այդ պատասխանի սխալվելու կամ չսխալվելու մեջ մասնագետի մեղավորությունն է ավելի շատ, այսինքն այստեղ մասնագետի ավելի բանիմաց լինելն է կարևոր։ Մասնագետի բանիմացի լինելը ամենակարևոր գործոնն է, դե այդ բարձա, որ դու քո գործից չես հասկանում։ Այսինքն միայն պատկերը չէ, որ ոչ, այդ լավ չի։ Այստեղ մենակ պատկերով չի։ Թյուր կարծիքա, որ ռենտգենոլոգը կամ ռադիոլոգը, ռենտգեն բժիշկը մենակ նկարով է ուղղորդում։ Այդպես բան չկա ընդհանրապես, այդտեղ պետք է կլինիկան նաև համադրել այդ նկարի հետ։ Այսինքն մենակ նկարով պատասխան տալը ամենասխալ բանն է։ Այսինքն որ բուժառում գալիս է, սկզբից դու անամնեզ ես հավաքում։ Եթե բուժառուին չի գալիս, այսինքն գնացել է ընտանեկանի մոտ, ընտանեկանը արդեն ցուցում է գրում է, որ հիվանդը կանգատվում է օրինակ ջերմությունից, հազից, ջերմությունը մինչև 38.5, 3-ից 4 օր պահպանվում է այս կլինիկան, արդեն դա քեզ օգնում է, որ դու ինչ-որ բան ավելի մանրամասն որ կողմը նայես, այդ նկարի հետևից որ կողմով քնաս, տենց ասեմ, որ ավելի պարզ լինի։ Այդ ամեն ինչը պետք է դու իմանաս։ Այսինքն բազմակողմանի պետք է լինի ռենտգենոլոգը։ Այո, բազմակողմանի, այդ պետք է ամեն ինչից իմանաս, որ կարողանաս հստակ պատասխան տալ։ Իսկ եթե չգիտես, շատ դժվար է, որովհետև համ քո մասնագիտության բառումով է դժվար, դու շփվում ես բոլոր մասնագիտությունների հետ, ընտանեկանների, նեղ մասնագետների հետ, ամեն մարդ իր մասնագիտությունին լավ տիրապետում է։ Գոնե դու մի քիչ պետք է այդ ամենքին տիրապետես, որ կարողանաս հետները նույն հարտակում խոսաս։ Դրա համար պետք է լավ բանիմաց լինել, պետք է անդադ աշխատել ինքդ քո վրա։ Ու որպեսզի չսխալվես, կարող է 1000 անգամ լավ ճիշտ մարդկանց օգնես, այն որ ամենալավ ձևերով, բայց մի անգամ սխալվեցիր, արդեն այդ մեծ խնդիր է։ Քո անոնի, քո ամեն ինչի համար։ Իսկ այս ամենակարևորը բժշկության մեջ խիղճն է։ Դա պետք է քո խեղճի համար աշխատես քո վրա։ Դուք նշեցիք աշխատել քո վրա։ Վերապատրաստումներին ինչպես եք այս դեպքում վերաբերվում։ Շատ լավ, աշխատում եմ ամեն պատժամանակ վերապատրաստումներին, այդ մասնակցել, ինչ-որ բաներ լսել, այդ ամեն ինչին շատ լավ եմ վերաբերվում ու դա պետք է բժշկին, որովհետև հիմա ամեն ինչն հենց արագ է փոխվում, ամեն ինչը։ Պետք է այդ ամեն ինչին հետևես, որ կարողանաս քայլել բոլորի հետ մեկտեղ։ Ինչ է տալիս վերապատրաստումը եւ կիրառում եք արդյոք այդ նոր ստացած գիտելիքը եւ այլն։ Իհարկե կիրառում ենք, օրինակ հիմա շատ արդիական է դարձել պոզիտրոնի էմիսիոնի տոմոգրաֆները, PET-CT, PET-MRT, դրանք որ չիմանաս, հիմա քիչ կան Հայաստանում 2-3 հատ են իշքան գիտեմ, բայց կամաց համալրվելու են։ Արդեն արտերկրներում զարգացած ավելի շատ են այդ տոմոգրաֆները։ Հիմա ավելի հեշտ է դարել նախնական հիվանդությունը հայտնաբերել։ Դրա համար պետք է ամեն ինչ գիտենաս,
Սովորես, կարտաս։ Այն կարտալ։ Բժիշկ Խաչատրյան, առողջության համընդհանուր ապահովագրությունը ինչ տվեց։ Շատ մեծ դրական բան տվեց մեր ժողովրդին, շատ մեծ։ Առաջ մեր ժողովրդի լեզվով ասած մինչև տանագը ոսկորին չասներ չէին թիմի բժշկի։ Այսինքն այդ ամեն ինչը կախված էր ֆինանսի հետ։ Հիմա այդ ֆինանսը դուրս է եկել։ Մարդիկ գալիս են եւ ավելի հեշտ է վաղ ժամանակում հայտնաբերել հիվանդությունը։ Այսինքն ինչքան վաղ է հայտնաբերվում հիվանդությունը, այդքան հեշտ է այդ հիվանդության դեմը առնել։ Սենց մի բան կա բժշկության մեջ, ինչքան շուտ հայտնաբերեցիր հիվանդությունը, այդքան ավելի շանսերը մեծ են բուժվելու։ Դրա համար շատ լավ դրական է մեզ վերաբերվում մեր համընդհանուր ապահովագրությանը։ Ճիշտ է, մեզ է շատ դժվար, հոսքն է շատ շատացել, բայց աշխատում ենք համակարգել այդ ամեն ինչը, որ այդ ամեն ինչը ավելի ցիվիլ լինի, ավելի օգտակար լինի բնակչությանը, որովհետեւ մեր մասնագիտական որակներն չտիպչի այդ շատ հոսքը։ Ծանրաբեռնվածությունը ինչպես եք հաղթահարում։ Ծանրաբեռնվածությունը հաղթահարում ենք այսպես, երկու ֆակտոր կա ծանրաբեռնվածությունը հաղթահարելու ըստ իմ կարծիքի, դա լավ ռենտգենապարատ ունենալն է, որը մենք ունենք պոլիկլինիկայում իդեպ, եւ լավ ընտանեկան բժիշկներ ունենալը, որը նույնպես մենք ունենք մեր պոլիկլինիկայում։ Փաստորեն ամեն ինչ ունենք։ Նախադրյալները ստեղծված են։ Ստեղծված են, մնում է այդ նախադրյալներից օգտվել ճիշտ կազմակերպել։ Ինչու է պետք լավ ռենտգեն ապարատ, որ հոսքը շատացել է մեզ օգնի։ Նայեք, կան տարբեր տիպի ռենտգեն ապարատներ, այսինքն հիմա ակումուլյատորով են աշխատում այդ ամեն ինչը։ Առաջ պլոնիչնի էր, այսինքն նկարում էին ռենտգեն պատկերը ստանալու համար տանում էին մութ սենյակ, պրայվեշներ կոչվում առաջ։ Այդ պրայվեշնին ժամանակ էր տանում։ Հիմա էլ այդ չկա։ Մի հատ կնոպկա է, սեղմում եք ու պատկերը արդեն ունեք։ Հաշված վայրկյանների ընթացքում կարելի է ասել։ Դե կան հետազոտություններ, որոնք երկար են տևում, դրա մասին չէ խոսքը, բայց ինչ որ պրոֆիլակտիկի մասին է խոսքը, այդ արագացվել է այդ ամեն ինչը։ Ընտանեկան բժիշկների ֆակտորը, հիմա ասեմ, ընտանեկան բժիշկները, որ ճիշտ ուղղորդ են, բուժառուն են, այսինքն հասկանանք, այստեղ իրան ռենտգեն պետք էր, թե պետք չէր։ Այսինքն անամնեզ հավաքեն եւ ուղղորդեն ռենտգենոլոգի ուրիշ նեղ մասնագետների մոտ։ Այդ համակարգելը շատ կարևոր է, որովհետեւ հերթեր չկոյանան։ Այդքան բան, մեր բուժառուներն է ուզում եմ խորհուրդ տալ, որ այդ հերթերին դիմանալ, շատ չմբոստանալ, որ թող ձեր բժիշկը որոշի ձեզ ինչա պետք։ Ինքը դրա համար ունի շատ երկար ու ծանր անցած ճանապարհ։ Բոլոր բժիշկներն էլ ինձ հետ կհամաձայնվեն, որ մեր անցած ճանապարհը մի քիչ բոլորից բարդ է ուսումնական առումներով։ Այդքան անցել ենք, ինձ թվում է վստահեք մեզ, մենք էլ ձեզ չենք հուսախաբանի։ Թիմային աշխատանքին ինչպես եք վերաբերում։ Շատ լավ։ Թիմային պետք է լինի աշխատանքը։ Մենակով չես կարողանա ոչինչ անել։ Եթե նույնիսկ դու շատ խելացի բժիշկ ես ու ամեն ինչից ես հասկանում, եկել են ռենտգեն են անցել, դիագնոզը դու գիտես, այդ դու հիվանդին տալիս ես հաջորդ բժիշկին։ Պետքա որ այդ հաջորդ բժիշկը աշխատի այդ հիվանդի հետ, որովհետեւ տանի բուժման այդ ամեն ինչը։ Դրա համար թիմային աշխատանքը շատ կարևոր է։ Շատ իրար հետ քննարկել է ամեն հարց։ Տեսեք դուք ներկայացրիք ընդհանուր աշխատանքը, թիմային աշխատանքը ինքը դրական, ֆոնի վրա է, ռենտգեն ապարատի բարձրորակ լինելը եւ այլն։ Այնուամենայնիվ, բուժառուների դժգոհություն կա։ Իհարկե կա բուժառուների դժգոհություն, մեր ազգաբնակչությանը շատ դժվար է գոհացնել։ Մենք նաեւ ինձ թվում է դուք ինքներդ գիտեք։ Հերթերի առումով են դժգոհությունները, որ գալու են սպասել ու նաև նայեք ինչ առումով է դժգոհությունները բուժառուն գալիս է ընտանեկան բժշկի մոտ էլ է հերթ սպասում է այդ հերթը
անցնում է այդ ամեն ինչի միջով, գալիս է ռենտգեն։ Ռենտգենն էլ է հերթ։ Դժգոհությունը այդտեղից է։ Ինչպես ասում են, իրենց էլ մեղադրել չի կարելի։ Իրանց էլ պես պետք է զինվեն համբերությամբ։ Ինձ թվում է, որ բարձր մագարտակով սպասարկում ստանան բժշկական։ Հատկապես երբ տարեցներն են գալիս, ինձ թվում է հենց դժգոհությունը երևի իրենցից է, որովհետև իրենք փոքր գալիս անհամբեր են, չեն կարող սպասել, անհամբեր են, մարդկա դե այդ ամեն ինչը մենք հասկանալով շատ դեպքերում ընդառաջում ենք։ Այստեղ նայեք, ինչու եմ ասում ընտանեկաններից էլ է շատ կախված հերթագրումով է։ Ես դա եմ ուզում ասել, թե հերթագրում կա, հերթագրված է, հա։ Այսինքն պետք է այնպես լինի, որ հասկանան որն է արագ պետք է արձագանքվի, այսինքն շտաբության համար եւ ուղարկվի առաջնահերթ այդ հիվանդներին։ Հետո նոր, այսինքն նայեք, բուժարում գալիս է նույն ջերմությունով, նույն այդ կանգատներով, բան լավ չէ, սատուրացիանացած է։ Իրան արդեն շտապ ենք մենք օգնում, բայց ով որ գալիս է ունի խնդիրպլանային սկոլիոզ ունի, կիֆոզ ունի, որ իր հետ 10 տարի կա այդ խնդիրը, ասենք պիտի իմանա աշճանը, գնացել է ֆիզիոթերապիայի, պիտի իմանա աշճանը ինչքան է փոխվել։ Ինձ թվում է հիվանդները 1-2 օր որ սպասեն, իրենց կյանքում բան չի փոխվի։ Այսինքն այստեղ բուժարուն է պետք է հասկանա, որ պետք է սպասեն իրանցից առաջ ավելի, ոչ թե ավելի կարևոր, ավելի շտապ հիվանդներ կան, ավելի անհետաձգելի հիվանդներ կան, որ պետք են իրանց օգնություն։ Շատ դեպքերում այդ պահը չեն հասկանում, այդ դժգոհությունները այդ դրանից է։ Ընդհանրապես մի փոքր ըմբռնումով պետք է մոտենան։ Այո։ Այնուամենայնիվ մենք խոսեցինք ապահովագրության դրական կողմերից, այս համակարգը ուներ ինչ որ բացասական կողմ, որը դեռ լրամշակման կարիք ունի։ Լրամշակման կարիք չունի, բացասական կողմ էլ ճիշտ ասած այդքան շատ չունի, համակարգելն է, այդ էլ ժամանակի հարց է։ Հələ ոչ մեր ժողովուրդն է սովոր դրան, ոչ մենք ենք սովոր։ Այդ ամեն ինչը տեղի կգնի, համակարգումն է մի քիչ կաղում, բայց ինձ թվում է մոտ ժամանակներում այդ հարցերն է կլուծվի, որ մեր ժողովուրդը մի քիչ հերթին սովորի, այդ էլ կլուծվի։ Որպես բժիշկ ռենտգենոլոգ ունեցել եք դեպքեր, երբ արդեն, չգիտեմ, բարդացված վիճակով են եկել, բայց դա բուժարուի մեղքով է եղել, այսինքն ինքնաբուժությամբ է զբաղվել եւ այլն։ Ինքնաբուժությունը ոչինչ, եկեք հերթ կանգնեք, բայց ինքնաբուժությամբ մի զբաղվեք։ Դրա համար մենք ունենք ընտանեկան բժիշկներ, բուժ հաստատություններ, ինքնաբուժություն մի զբաղվեք, եկեք դիմեք բժիշկի, շատ դեպքեր կան։ Մեր ազգաբնակությունը սովոր չի բժիշկի գնալ, դա պետք է սովորի։ Գնա բժիշկի դիմի ժամանակին, որ վաղ հայտնաբերվի հիվանդությունը։ Շատ նման դեպքեր կան։ Համենայն դեպս բժշկի մոտ հասնելու ճանապարհը պետության կողմից կարծես թե հարթվեց, ֆինանսականը դուրս եկավ։ 65+-ը եւ մինչեւ 18-ը եւ ով որ արտոնություն ունի, ով որ ապահովագրություն ունի։ Ինձ թվում է մոտ ժամանակներում բոլորը կունենան ապահովագրություն եւ դա ավելի երկարացնի մեր ազգաբնակության կյանքը։ Դա շատ լավ որոշում։ Եվ կուզենայի, որպեսզի մեր հաղորդման ավարտին ձեր կոչը եւ հորդորը ուղղեիք մեր հեռուստադիտողներին, թեև հաղորդման միջնամասում այդպիսի նախաձեռնությամբ հանդես եկաք։ Մեր բուժարուներին եւ ազգաբնակությունը ուզում եմ մորթել, որ առողջ լինեն, ժամանակին դիմեն բժիշկին եւ հետեւեն իրենց առողջությանը։ Այս կյանքում ինձ թվում է առողջությունից թանկ բան չկա։ Հետևեք ձեր առողջությանը։ Շնորհակալ ենք հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ։ Հարգելի հեռուստադիտողներ, իսկ ես հիշեցնեմ, որ այսօր Մեդինֆոյի տաղավարում հյուրընկալել էինք Գյումրու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան պոլիկլինիկայի բժիշկ ռադիոլոգ Գառնիկ Խաչատրյանին։ Մեդինֆոն էր եթերում, եղեք առողջ։